Իսկ գիտեք, որ երեխաներն են ուժեղանում։ Ողջույն, շնորհակալություն մեզ միանալու համար։ Այն, որ դուք մեզ միացել եք, նշանակում է, որ մեր նախորդ հանդիպումը շատ հետաքրքիր եւ բովանդակալից էր հենց ձեզ համար։ Այսօր եւս խոսելու ենք քո մասին։ Այո, քո մասին, որովհետեւ այս հաղորդումը հենց քո մասին է։ Ողջույն, սիրելիս։ Ողջույն, Լիա։ Ես ուրախ եմ, որ մենք կրկին միասին քննարկելու ենք քո մասին շարքից շատ կարևոր մի թեմա։ Գաղտնիքը երբ ենք բացելու, թե ինչ մասին ենք խոսում։ Բացում ենք հիմա, խոսելու ենք շատ տարածված, լայն տարածում ունեցող եւ քննարկվող մի թեմայի շուրջ, որը կոչվում է տրավմատիկ երեխա եւ հաջողակ մեծահասակ։ Այո, ճիշտ է։ Մենք միասին հասկացանք, որ պետք է այս թեման քննարկել տրավմատիկ երեխաների արդեն ճանապարհ անցնելուց հետո ինչպես են դառնում հաջողակ մեծահասակ։ Ամենաշատ ես այս թեման բացել եմ նրա համար, երբ մենք քննարկում ենք եւ ընտրում ենք թեմաներ, որովհետեւ այն մարդիկ, ովքեր իրենց մեջ որևիցե խնդիր են տեսնում եւ դիմում են հոգեբանի օգնությանը, առաջին հարցը միշտ լինում է՝ ինչ մանկական տրավմաներ ունեք դուք։ Այո, իրականում տրավմաները, երբ տեղի են ունենում մանկության շրջանում եւ երեխայի զգայուն ուղեղը վերցնում է, կարող է շատ երկար ժամանակ իրեն զգացնել չտալ կամ զգացնել տալ տարբեր անհանգստությունների ձևով։ Հետո իրականում, երբ որ տրավման բացահայտվում է, նաև զուգահեռ ֆանտազիան է սկսում աշխատել եւ հաճախ տրավմաների մեջ մենք կարող ենք տեսնել ֆանտազիաների շատ ուժեղ ազդեցություններ, այսինքն մարդը ավելի գունավոր է սկսում պատմել, ավելի գույները այսպես խտացված են, պետք է շատ սուր աչք ունենալ եւ նրբանկատություն, որպեսզի տրավմատիկ իրադարձությունը եւ պարզապես այսպես փոքրիկ առօրյա սթրեսները կարողանալ տարբերել, որովհետեւ երբ մարդը անցնում է սոցիալիզացիայի ճանապարհը եւ ինչ որ բանից խիստ նեղսրտած է լինում, ամեն ինչին կարող ասել տրավմա, բայց ամեն ինչը չէ, որ տրավմա է։ Տրավման միշտ առաջ է բերում սուր զգացողություններ, բայց նշում եմ, մանկան, անօգնական եւ նուրբ հոգեկան աշխարհը կարող է տպավորվել եւ իր մեջ պահել շատ երկար եւ միայն մի գեղեցիկ օր trigger լինի կամ այդ ֆլեշբեքերը աշխատեն եւ դա գա առաջին պլան, բայց նա արդեն իրականում տրավման ունի իր ներսում ձևափոխված, տրանսֆորմացված եւ նա արդեն հասել է մեծ հաջողությունների։ Սա խնդրում եմ մեր սիրելի հետևորդներ չի վերաբերվում բոլոր մարդկանց եւ բոլոր խմբերին, որովհետեւ ես շատ հաճախ հանդիպում եմ, որ մեկ մեկնաբանությունը մի խումբ մարդկանց կարող է շատ հարմար չլինել եւ ասել ինձ մոտ այսպես չէ, ինձ մոտ այնպես չէ։ Սա մենք վերցնում ենք այն խումբ մարդկանց, ովքեր ունեցել են տրավմա մանկության տարիներին եւ տրանսֆորմացիան բերել է եւ նա դարձել է հաջողակ մարդ։ Այս կապն ենք ուզում բացահայտ ցույց տալ։ Բայց ոչ միշտ է հաջողում արդեն հասկանալ, որ ինքը մանկության շրջանում ունեցել է տրավմա։ Այո։ Երբեմն կամ չեն հիշում, կամ չեն ֆիքսում, կամ երբևէ իրենց մտքով չի անցնում, որ գուցե այս շրջանում այն պատահարը, որ ինձ հետ տեղի է ունեցել, ինձ ենթարկել է տրավմայի, դրա համար այս խնդիրը, որ ես ունեմ ներկայում տվյալ հարթակում կամ մարդու հետ, գալիս է հենց իմ մանկական տրավմայից։ Եկեք օրինակը վերցնենք մեր հրաշալի կրակի տեսարանը։ Երբ իրականում մենք ի սկզբանե կրակը փորձեցինք վառել, մենք 4 փայտը դրեցինք, դա հաջողակ մարդն է։ Որոշեցինք ստանալ կրակ, այսինքն հաջողակության պիկը հասցնել, բայց ի սկզբանե կրակը քիչ էր, մինչև որ ամբողջը բոցավառվեց։ Որտեղ այստեղ տրավման, երբ որ նա սկսում է ամբողջությամբ կպնել եւ մենք արդեն լսում ենք այս ճարճատյուն, այս ձայնը։ Տրավման սկսում է ներսից դուրս գալ, չէ՞ որ փայտը երբ մոխրանում է, ինքը սկսում է այս բոցավառվելուց հետո այս ձայնով մոխրանալ։ Նույնն է լինում տրավմայից դեպի հաջողակություն։ Տրավման քնած էր եւ մենք մարդուն տեսնում ենք երեխային, դեռահասին, մեծահասակին տեսնում ենք շատ առողջ։ Երբ որ ինչ որ մի բան բորբոքվում է, նույնիսկ
Պարտադիր չէ լինի վթար եւ կորուստ, կարող է լինել շատ մեծ հաջողության հոսք, ասենք մարդը չէր պլանավորել այս տեսակ հաջողակություն եւ 3 անգամ մեծ է հաջողակությունը գալիս, սա նույնպես շատ է նրա օրգանիզմի համար, նրա տարողունակության համար եւ կարող է արդեն ունենալ ֆիզիկական թուլություն, գերհոգնածություն, անքնություն, արդեն ֆիզիկական ռեակցիաները, մարմնի, հոգեմարմնային խնդիրները գլուխ բարձրացնեն։ Hey, don't ever let somebody tell you you can't do something. Not even me. All right? You got a dream, you got to protect it. People can't do something themselves. They want to tell you you can't do it. You want something, go get it. Period. Եվ գուցե հենց հասուն տարիքում դրսևորվող բնավորության գիծը ինքնին խոսում է այն մասին, թե ինչպիսի մանկական տրավմաներ է ունեցել կամ չի ունեցել անհատը։ Այո, մենք այստեղ ինչն ենք քննարկում, որ բաժանում ենք տրավմաները մի քանի խմբերի։ Առանձնացրել ենք խումբը, որտեղ տրավմատիկ երեխան մեծանալով հասնում է հաջողության եւ հաջողության հիմքում մեծ տրավմաներ, բայց այս խմբի կողքը, ինչպես նշեցիք, կան այլ տրավմաների խմբեր, օրինակ երեխա, ով փոքր հասակում ծնող է կորցրել, երեխա, ով տեսել է ինչպես է ընտանիքը սնանկանում, երեխա, ով ունի առողջության հետ պայքար խնդիր եւ այդպես է մեծացել, երեխա, ում միշտ համեմատականի մեջ են դրել մի կողքինի հետ եւ կար ինքնագնահատականի խնդիր, ինքն իրեն ընդունելի խնդիր ունի եւ միշտ համեմատում է ուրիշների հետ եւ մտածում է, որ ես այդքան հաջողակ չեմ, որովհետեւ։ Շատ ճիշտ է, բայց մենք երբ որ տրավմային ճիշտ ենք մոտենում կամ թողնում ենք տրավման ինքը դրսևորվի, ինքը մարդու համար կարող է նույնիսկ լինել մոտիվացիա իմ ասածից չզարմանաք։ Ես ենթադրենք վերցնեմ մեկ օրինակ, որ մարդ կարող է տեսնի, թե ինչպես է իր ընտանիքը, փոքր հասակում ընտանիքը, կայացած ընտանիքը, ֆինանսապես կայացած, մեկ օրում սնանկանում։ Իր աչքի համար իդեալական ընտանիքը, իր աչքի համար հարուստ ընտանիքը, ֆինանսապես կայացած ընտանիքը մեկ օրում կորցնում է ամեն ինչ։ Հորը տեսնում է, հայրիկին տեսնում է տան մի անկյունում գլխի կոր, ուժեղ մարդուն թուլացած։ Ահան, մայրիկին տեսնում է այսպես պատեպատ, նյարդային, ով միգուցե այդ պահին ելքեր է փնտրում, ինչ է վերցնում երեխան այդ պահին, ինչ է նրա մանկական հոգեաշխարհը, հուզական ոլորտը վերցնում։ Շատ տարբեր մի բան, կարող է նույնանալ հայրիկի կերպարի հետ եւ գնալ այդ կողմ, որ բոլոր խնդիրների ժամանակ պետք է ընկճվել, կարող է գնալ դեպի մայրիկը, ով ելքեր փնտրում։ Իհարկե լինում է նաեւ հակառակը, հայրիկն է սկսում ելքեր փնտրել, մայրիկն է նյարդայնությունից նույնիսկ հայտնվում դեպրեսիվ վիճակի մեջ, եւ երեխայի նույնականացումը այնքան անհատական է, որ այդ բանը երեխան չի կարող ընտրել։ Արի ես նույնանամ ուժեղ կերպարի հետ, կամ ոչ հայրիկն է ուժեղ, ոչ մայրիկն է ուժեղ, ես կնույնանամ հարևանի հայրիկի կերպար, այդպես չի լինում։ Այդ պահին անհատական իդենտիֆիկացիա, նույնականացումը վերցնում է մի բան, եւ մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք մարդ, ով մեկը խնդրի ժամանակ սկսում է ելքեր փնտրել, մյուսը կոտրվում է, շատ ճիշտ է։ Եւ այստեղ ով է գոյատևման պայքարի մեջ հաղթում, ասացեք դուք արդեն։ Ով է հաղթում, հաղթում է նա, ով որ չի կոտրվում։ Ով չի կոտրվում։ Ով որ պայքարում է եւ ում համար ծնողի թուլության օրինակը դառնում է մոտիվացիա, որ ես երբեք չեմ ուզում այնպիսին լինել, ինչպես այդ ժամանակահատվածում իմ ծնողը։ Ես չեմ ուզում նրա նման թույլ լինել, ես չեմ ուզում նրա նման հանձնվել, ես չեմ ուզում շարունակել նրա սխալ գործած ճակատագիրը։ Ես ինչու եմ ասում, ես իմ օրինակի վրա կարող եմ ասել, սիրելիս։ Ես միշտ այն ինչը ինձ դուր չի եկել իմ ընտանիքի անդամների որևիցե մեկի մեջ, որովհետև ասել եմ դա թուլության դրսևորում է։
Դա անարդար դրսևորում է ինքդ քո հանդեպ։ Դա ինքնաթերագնահատման դրսևորում է, այսինքն այն թերությունները, որոնք որ ես չեմ ընդունել ինձ շրջապատող հարազատների եւ ընտանիքի անդամների մոտ, ես դրանք չեմ վերցրել։ Ես վերցրել եմ դրանց հակառակը։ Ես չեմ ուզում վախենալ, ես չեմ ուզում թուլանալ ու կոտրվել, ես ուզում եմ թուլանալ եւ ինքս ինձ վերակառավարելով ուժեղացնել ու առանց վախենալու առաջ գնամ, որովհետեւ առաջ գնալով քիչ կորուստ եմ ունենում։ Կորցնելու բան քիչ եմ ունենում։ Եթե մնամ տեղում, դոփեմ նույն տեղում խնդրիս հետ, կկորցնեմ ամեն ինչ։ Այստեղ արժանի են ծափեր, ինձ թվում է հետևորդները օրինակի միջոցով։ Դե հենց իրական օրինակի կարիք ունեն մեր սիրելի հետևորդները, մեր սիրելի մարդիկ, որովհետև շատ կարևոր է, որ իրական օրինակը նման դեպքերում հնչի, բարձրաձայնի, եւ եթե հիմա քեզ լսեն դեռահասները կամ շատ փոքր երեխաները, ովքեր որ նույնիսկ ամենաչնչին առիթից կարող են կոտրվել, ուր մնաց թե ընտանիքում եղած իրավիճակից չկոտրվեն, այստեղ արդեն քո խոսքը կլինի դեղ ու դարման, բայց ես մի կարևոր բան եմ ուզում ավելացնեմ, թերևս իմ ոլորտից, որովհետև կարծում եմ դրա կարիքը հիմա կա, իսկ գիտեք, որ երեխաներն են ուժեղանում։ Եթե նույնիսկ ընտանիքում ֆինանսական անհաջողություն է, կորուստ է, եթե նույնիսկ ընտանիքում վեճեր են երկար ժամանակ, բայց բոլորս մտածում ենք, որ մենք դա հեռու ենք պահում երեխաների աչքից ու ականջից։ Իրականում երեխաները միշտ որսում են։ Երեխան միշտ տեսնում է ձեր աչքերի թախիծը։ Երեխան միշտ զգում է մայրիկի անհանգստությունը։ Երեխան միշտ տեսնում է, որ հայրիկը թուլացած է եւ հակառակը բոլոր սցենարներ կարելի է պատկերացնել։ Հաջողակ մարդու բանաձևը այն է, որ երեխան տեղեկանա եւ լինի տեղեկացված անգամ 5 եւ 6 տարեկանում, որ կան նման երևույթներ եւ այդ նման երևույթները ունեն լուծումներ, ինչպես նշեց իմ սիրելի Լիան։ Այսինքն, եղել է անհաջողություն, կլոր սեղանի շուրջ քննարկում ենք, ինչ է եղել, ոնց է եղել, ով է ով մեղավոր չէ, մենք ենք մեղավոր, մենք ենք անուշադիր, մենք պետք է ավելի խորաթափանց լինենք եւ երեխան այդ մասին լսում է, նա տեսնում է կառուցողական քննարկում, ինչ է նա անելու ամբողջ կյանքի ընթացքում այդ քննարկումը դարձնելու է ելք, վերլուծելու է եւ փնտրելու է ելք, հիշելու է այդ ելքը։ Մի շատ կարևոր դրվագ կա երեխաների կյանքում, նրանք միշտ հիշում են դրականը։ Նրանք միշտ հիշում են կառուցողականը, երբ հայտնվում են նեղ վիճակում։ Եվ նրանք միշտ հիշում են բացասականը, երբ նրանց կյանքում կա վատ իրավիճակ, այսինքն ինքը վատ իրավիճակում է, իրեն դժբախտ է զգում, տխուր է եւ մեղավոր է ման գալիս։ Ով է մեղավորը, բնականաբար հայրիկով ուշ էր գալի տուն, մայրիկով 3 անգամ քիչ է համբուրել։ Սա ըստ հոգեվիճակի մարդու օրգանիզմը միշտ փնտրում է կամ մեղավորներ, կամ ելքեր։ Մենք միշտ շնորհակալ ենք ելքերին։ Մենք միշտ շնորհակալ ենք մեծի, տատի, պապի, հայրիկի, մայրիկի այն խորհրդին, այն խոսքին, որ ամենակարևոր տեղը հնչեցրել են։ Ասենք օրինակ, երեխան քննությունից վախեցել է եւ ասել է. «Գնա, կտրվի»։ Դու իմ ամենակարևորն ես, նույնիսկ առանց քննության դրական արդյունքների։ Կամ տան այս բան չկա ֆինանս, մայրիկը պտտվի ասել է. «Ոչինչ, այսօր ես այս քիչ սննդամթերքով կպատրաստեմ ամենահամեղը»։ Չէ՞ որ ես ինքս 90-ականներ անցած երեխա եմ։ Միշտ տվել են լուծում։ Միշտ տվել է լուծում եւ ես այդ լուծումները կրողն եմ։ Եվ ես այդ լուծումների ամենաարժևորողն եմ, որովհետեւ արդեն այստեղ իմ մասնագիտության մեջ դնում եմ սեփական փորձը։ Այո, եւ լուծումներով բագաժ ունեցող մարդը չի կարող հաջողակ չլինել, որովհետեւ ցանկացած խնդրի մեջ նախ փնտրում է լուծումը, իսկ ով փնտրում է նա գտնում է, վերջի վերջո կա հույս եւ կա ինչ որ նպատակային շեշտադրում, որ կա ելք։ Այո, ինձ սովորեցրել են եւ ինձ ապացուցել են, որ ցանկացած իրավիճակից կա ելք։ Չկա այնպիսի իրավիճակ, որտեղից չկարողանաս դուրս գալ, թեկուզ մի փոքր ցավոտ, թեկուզ մի փոքր ավելի հաջողված, կամ դժվարությամբ, կամ հեշտությամբ, միևնույն է, ելքը կա։ It's called happiness.
որպիսի մենք շատ ավելի դիպուկ եւ գործնական լինենք մեր սիրելի հետևորդների համար, ապա նշենք, որ եթե հենց այս պահին մարդը հասկացավ, որ ես փաստորեն հիմա կողքից ունեմ տրավմատիկ երեխա, բայց չեմ նկատում, այսինքն տրավման եղել է, բայց երեխան լավ է, որպիսի նա դառնա հաջողակ, ես այս զրույցից պետք է վերցնեմ այն, որ երեխաս պետք է դառնա կառուցողական ելքեր փնտրող եւ այդ ելքերը կարող եմ տալ ես կամ սպասեմ մեծանամ տեսնեմ նա կգնա օրինակ խաղամոլության ճիրանները թե կգնա բիզնես ստեղծելու ճանապարհին միանգամից հիշեցնենք մարդկանց հաջողակ մարդկանց պատմությունները ովքեր որ ունեցել են երազանքներ բայց չեն ունեցել հնարավորություններ եւ դարձել են հնարավորություն ստեղծող ոչ միայն իրենց համար այլև շատ մարդկանց համար եւ այսօր մեր զրույցի մեխն են կազմում որ իրենք ջուր են կրել որ իրենք $1 սկսել են աշխարհը նվաճել բոլոր հայտնի հաջողված եւ հարուստ մարդկանց ինքնակենսագրականի կարևոր գրավական հաջողակ մարդկանց մեծամասնության մոտ կարելի է նկատել ծնողների կորուստ, ծնողների կողմից լքվածություն, սակավ ֆինանսական հնարավորություններ, բայց ամենակարևորը ես ապրել եմ ուզում այս ցանկությունը, ոչ թե ես կգոյատևեմ, ես յոլա կգնամ, այլ ես ապրել եմ ուզում։ Գիտես, երբ հետ եմ գնում իմ մանկություն, միշտ ուրախությամբ եմ հիշում այն դժվարությունները, որի միջով անցել եմ, Այ դա է պետք ասել։ Վախենում եմ խոստովանել, որ եթե չլինեին այդ դժվարությունները, գուցե ես այստեղ չլինեի եւ հենց այսպիսին չլինեի։ Ես հիշում եմ, որ այնքան ցուրտ էր տանը մար։ Վերմակի տակ էի դաս անում, որովհետև եթե ձեռքս վերմակի տակից հանեի վերև, սառելու էր եւ մրսելու էր ու դժվար էր լինելու։ Վերմակի տակ կարդում ու գրում էի։ Բայց կարդում ու գրում էի։ Հա, շարունակում էի կարդալ ու գրել, որովհետև գիտեի, որ մի օր ես լինելու եմ շատ հարմար պայմաններում, որտեղ ջերմ է լինելու եւ ավելի հարմարավետ, եւ ես այլևս թաքնված ու պահկված չեմ կարդալու ու չեմ սովորելու։ Բայց այս սովորածը եւ միայն այն փաստը, որ ես չեմ կոտրվում եւ իմ ուժեղ կամքը ինձ թույլ է տալիս առաջ գնալ, չբողոքել ու չլացել, ինձ դարձնելու է այն մարդը, որի մասին ես իմ երևակայության մեջ երազել եմ ու պատկերացրել եմ։ Հիմա ես մի փոքր զրույցի վտանգը փորձեմ չեզոքացնել։ Եթե իմ խոսքի մեջ նկատել էր իմ մանկական տրավման, ինձ փրկիր։ Ոչ թե քո խոսքի մեջ էր վտանգը, ես զրույցի տրամաբանության մեջ վտանգը բռնեցի, այն է, որ հիմա իրապես շատ մայրեր եւ հայրեր կասեն ինչ է, երեխան պետք է տրավմա ունենա, որ դառնա հաջողակ, միանգամից ասում են ոչ։ Զրույցը դրա մասին չէ, որովհետեւ մենք խոսում ենք արդեն տրավմա տարած երեխաների մասին, ովքեր որ առողջության, սակավ հնարավորությունների եւ այլի կրող են եւ ուզում են ելքը ցույց տալ, ինչպես շատ հաջողակ մարդկանց օրինակներում տրավման եղել է մոտիվացիա, որպեսզի ոչ թե տրավման ձեզ ընկճի, այլ մոտիվացնի։ Մենք փաստի հետ ենք աշխատում, այլապես ոչ ոք չի հանել իր իրավունքից այն, որ երեխան պետք է ապրի ապահով, պաշտպանված մթնոլորտում։ Ես մի այդպիսի կարծիք մի օր լսեցի տրավմաների եւ հաջողակցության մասին քննարկելիս, ասեց, օրինակ դա միանշանակ չէ եւ օրինակ ես ունեցել եմ լավ մանկություն եւ դարձել եմ հաջողակ մարդ, սա նույնպես կարող է տեղի ունենալ, բայց դա շատ ավելի հավանական է, որ լավ խնամված, կրթության մեջ ավելի կայացած ընտանիքում երեխան, սա կարծես ավելի փաստ է, հա, մենք քննարկում ենք բացառությունները, որտեղ որ մարդը կարող էր վերմակի տակ ավելի շուտ արտասվեր, քան գնար թուղթուգրիչով մի բան գրելու։ Այս սա օրինակն է, որ օրինակ մենք հետ պատերազմյան երկրում ապրելով որտեղ հետտրավմատիկ սթրեսը դեռ շարունակում է առաջին տեղում մնալ, դա պետք է մեզ տանի հաղթանակի, հաղթող տեսակի, հաղթանակի զգացողության, որտեղ իսկապես շատ երեխաներից մենք լսում ենք մեր երազանքի հայրենիքի մասին նկարագրություն։ Ես թեման գլոբալ եմ արդեն վերցնում, ոչ թե մասնավոր դեպքեր, որտեղ իսկապես 5 տարեկանից էլ, 10 տարեկանից էլ, 16 տարեկանից էլ ես մեկ օրվա մեջ լսել եմ այն Հայաստանի մասին, որի մասին ես երազում եմ եւ դա նրա ենթագիտակցության մեջ է, դա նրա արդեն լեզվի ծայրին է։
դա երեխայի մոտ բերել է տրավման։ Բայց ամեն դեպքում տրավմաները թողնում են երկու հետք։ Տրավմա, որը մարդուն դրդում է, մոտիվացնում է, որ դառնա հաջողակ մարդ, եւ տրավմա, ով որ մարդուն դրդում է դեպի կործանման կամ ավելի վատ որակավորումներ ունեցող Թերևս նման զրույցները երկրորդ մասը պետք է կանխարգել են։ Ճիշտ է, մենք ասեցինք ում ընտրել, ով ընկճված է, ով ընկճվում է, որովհետև ընկճվել նույնպես կարելի է, տխրել նույնպես կարելի է, անհաջողակ լինել նույնպես կարելի է, բայց կործանվել ոչ։ Եվ վերջում, ինձ միշտ հետաքրքրել է, ես իմ տեսակետը ունեմ, բայց քանի որ ես մասնագետ չեմ կարող իմ տեսակետը հաստատական փաթաթել մարդկանց Դուք ասեք ձեր կարծիքը, ես փորձեմ մեկնաբանել իմ ոլորտում։ Ես ամեն դեպքում կարծում եմ, որ ցանկացած տրավմայի հիմքում դա սերն է։ Եթե կա ամենաքաղցր եւ կարեւոր շրջանում մանկության շրջանում սիրո պակաս, հարազատներից, ընտանիքի անդամներից, ծնողներից, դա ամենաշատն է տրավմայի ենթարկում երեխային։ Թեր խնամքը թերևս։ Եվ երեխան երբ փորձում է ժամանակ եւ իր մանկությունը ծախսել փնտրելով եւ ողորմելով սեր, դա եւս ենթարկում է կրկնակի կյանքում ապրել, այո, այդ ողորմածության, զգացումով, այո, եւ նա ցանկացած տարիքում այն մարդիկ, ովքեր կհայտնվեն նրա կյանքում, նա փորձում է խնդրել, ողորմել, պահանջել կամ ակնկալել այդ սերը, որը որ բաց է մնացել մանկության շրջանում։ Թերևս մարդիկ, ովքեր որ կարող են այսօր իրենց համարել դժբախտ, որ ես դժբախտ եմ, հա, միգուցե մեզ հիմա լսող մարդկանց մեջ մի քանիսի մտքով անցնի, որ հա, ես լսեցի այս զրույցը ու հասկացա, որ ես տրավմա եմ ունեցել, չեմ զբաղվել ելքերով եւ ես այսօր ինձ այդպես եմ զգում։ Այստեղ կա սիրո մուրացկանության կարծրատիպը, որ մենք չենք կարող մեզ դժբախտը զգալ, այն դեպքում, եթե ես ընտրել եմ ինձ եւ քո կողմից մատնանշված սերը ինձ կտանի առաջ։ Այսինքն, սերը միանշանակ պետք է բխի մեր անձից ու մեր հանդեպ, որպեսզի ես ինձ թույլ չտամ, որպեսզի թե կործանվեմ, թե լինեմ դժբախտ եւ թե որևէ բան, որը որ ֆինանսական է, նյութական է, առհասարակ դա կարող է ինձ ընկճել։ Միմիայն անդառնալի է մարդկային կորուստը եւ այս դեպքում էլ բանաձևը այն է, որ եթե այնպես է ստացվել, որ ես հանդիպել եմ այդ մեծ կորուստին, ինձ տրված է այդ ուժը եւ առաքելությունը, որ ես ապրեցնեմ նրան իմ խոսքերում, իմ մտքերում եւ իմ սրտում։ Թող հաղթի սերը, թող որ լինի սերը, ինձ թվում է սերը երբեք շատ չի լինում։ Եվ չափել էլ չի լինում, կամ սիրում են ըստիս կամ չեն սիրում, չի լինում շատ սիրել ու քիչ սիրել, ես դա չեմ կարողանում ընդունել։ Շատ սիրուն էր մեր զրույցը, ես ուզում եմ մարդկանց հոգիներին այն հասնի, որովհետև մենք թերևս ժամ ու ռեսուրս չենք խնայել, որ այս զրույցը տեղի ունենա։ Ասեմ, թե ապրեք առանց տրավմաների, կլինի, որ ոչինչ չասեմ, որովհետև հաճախ դա անխուսափելի է։ Բայց եթե ասեմ, որ թող տրավման ձեզ տանի դեպի մոտիվացիայի մեծ ճանապարհով, դա ասել կարող եմ, որովհետև այդ բանաձևը ապացուցված է։ Այո։ Եվ եթե դու ինքդ ընդունեցիր, որ այս հաղորդումը հենց քո մասին է եւ ընթացքում չհնչեցին այն հարցերի պատասխանը, որոնք քեզ շատ են հուզում եւ դու սրտատրոփ սպասում ես, դու կարող ես մեկնաբանությունների բաժնում գրել քո հարցերը, ես վստահ եմ, որ մենք ժամանակ կունենանք անդրադառնալու այդ հարցերին։ Շնորհակալություն, որ մինչ այս պահը մեր հետ էիք։ Շատ դժվար է TV-ից հետո Instagram ու YouTube։ 15 տարի խոսել եմ հեռուստադիտողի հետ։ Ուրիշ չկան։ Գնացինք։ Գնացինք։ Մեր նախորդ հաղորդումը։ Չէ, նախորդ հանդիպումը, սա հաղորդում չի, սա հանդիպում է, հանդիպում։